1.5 ամիս է կոմունալ ծառայությունը քաղաքի աղբահանությունը պակաս տեխնիկայով եւ քիչ աշխատուժով է կազմակերպում։ Բազմաֆունկցիոնալ աղբահավաք մեքենաներ ունեն, բայց աշխատեցնող վարորդներ չունեն։ Քաղաքապետարանում իրականացված հատուկ գործողությունների օրը տեղի ունեցած անկարգություններին մասնակցած տասնյակ անձինք բերման ենթարկվեցին։ Նրանց թվում նաև կոմունալ ծառայության մի շարք աշխատակիցներ։ Միաժամանակ տեխնիկան էին առգրավել։ Առգրավվածը վերադարձրել են քաղաքապետարանին, բայց 10 աշխատակիցներից 7-ի նկատմամբ երկամսյա տնային կալանքը դեռ մնում է ուժի մեջ։ Դեկտեմբերի 20-ին 2 ամիսը գլերանա, որ վարորդները չկան։ Դետականները չկան, մի քիչ խեղճացանք մեզ անաբախ վարորդները պետք են։ Կոմունալ ծառայությունում մոտ 40 վարորդ է աշխատում, նրանց մեծ մասը երկար տարիների փորձով։ Բազմաֆունկցիոնալ մեքենաների շահագործումն ու սպասարկումը միայն նրանց է վստահվում։ 7 վարորդի բացակայությունը կոմունալի աշխատանքը բարդացրել է։ Ունեցած տեխնիկայից 2 ինքնաթափն ու 2 տրակտորը չեն օգտագործում, վարորդներ չեն գտնում։ Ծառայությունը ժամանակավոր փոխարինողներ է փնտրում։ Հմտացած վարորդներ են, մեր վարորդները։ Իրենք գիտեն իրենց պարտականությունները, մեքենայի հետ գիտեն ինչ է կատարվում, որ ժամանակին ինչ պետք է անեն, ինչ անեն։ Հիմա նոր վարորդ բերես նստի մեքենայի ղեկին, մինչև սորվեցեն այս սեզոնը կանցնի մեքենան է փչանա մնագը էլի նույն ձևի կարը։ Սահմանափակ աշխատուժով ու հին տեխնիկայով են ստիպված քաղաքային տնտեսությունը սպասարկում։ Ամեն օր քաղաքի մի ծայրից մյուսը գնացող հին աղբահավաք մեքենաները գործի կեսին շարքից դուրս են գալիս։ Ավտոպարկում այժմ շահագործման ենթակա 38 միավոր տեխնիկա կա։ Սպասարկումը դրանցով լիարժեք չի լինում։ Միշտ տեխնիկական բազան նորացնելու անհրաժեշտությունը կա։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 6 միավոր տեխնիկա էր գալու, բայց տարբեր պատճառներով ձեռքբերման գործընթացը ձգձգվում էր։ Մեզ պետք է աղբատար մեքենաներ, որոնք որ սպասում ենք պետք է գան, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ տեխնիկայի կարիք ունենք ծրան համար, որը ինչ որ խնդիրներ առաջացավ, ես պայդրությամբ ինչ որ մրցույթի մեջ է։ Կա ինքնաթափ մեքենաներ, որոնք կան մրցույթ ներկայացրել են դեկտեմբերի վերջ խոստացել են, որ պետք է կա, եւ աղբատար եւ ինքնաթափերը։ 6 միավորից բացի այլ ֆունկցիոնալության մեքենա մեխանիզմներով ավտոպարկը համալրելու նոր փաթեթ են ներկայացնելու։ Դարձյալ սուբվենցիայով 2026 թվականի համար տեխնիկայի ձեռքբերման ծրագիր են նախապատրաստում։ Հաջորդ տարվա համար նորից աղբատար մեքենաներ, ինչպես ասած GCB տեխնիկա կուզենք, էլի աղբատարից բացի կուզենք բարձր խոշոր տեխնիկա, որ օգտագործենք էլ քաղաքի կարիքների համար։ Գետագի մակրման համար աղբադաշտի համար չունենք էլ այդպես խոշոր տեխնիկա։ Ինչպես նաև պոպկա տեսակի տրակտորի մասին է խոսքը։ Ճիշտ է, ինքը փոքրիկ տեխնիկա է, բայց բազմաֆունկցիոնալ է։ Իրան ավել են կապեն, ծմերները կալվեն, համարը կալվե, համարը սենք ավել կեն է այդ տեխնիկան, բանով, չերով, չունե հետը կուկա, որ թոս չեն հելի քաղաքը։ Կոմունալի բրիգադներն այժմ զբաղված են ձմռան նախապատրաստական աշխատանքներով։ Բազմաֆունկցիոնալ տեխնիկաները վերանորոգում են, ձևափոխում, հարմարեցնում ձմեռային սպասարկմանը։ Պահեստավորած աղն ու ավազն էլ բավարար քանակի է։ Եթե անգամ տարին ձնառատ լինի, կուտակածն ամբողջ սեզոնին կհերիքի։ Մարինե Դերբինյան, Վահագն Բարագյան, Հորիզոն։